Ողջույն սիրելի բարեկամներ, մենք գնում ենք Վայոց ձոր, Վայք և Բարձրունի սահմանամերձ համայնք, այնտեղ ծանոթանալու ենք թե Հայաստան հիմնադրամի կողմից և մասնավորապես Հրանտ Թումասյանի կողմից նվիրաբերված Range Rover մակնիշի մեքենան, որը որպես շտապ օգնություն պետք է ծառայեր և ուրիշ օգնությունների հետքերով ենք գնալու։ Հիմա արդեն հասել ենք Վայք քաղաք, պայմանավորվել ենք Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հետ գնալ այդ գյուղը և ընթացքում նա կպատմի և համայնքի խոշորացված համայնքի խնդիրների մասին և այդ մեքենայի և ուրիշ օգնությունների, ասենք, այնտեղ լույսեր են դրել գյուղում, ուրիշ օգնություն են ցուցաբերել, դրա մասին էլ կպատմենք։ Հիմա թեքեմ կամերան։ Արդեն միացել ենք պարոն Մխիթար Մաթևոսյանի հետ, նա մեզ ուղեկցում է։ Սա Վայք քաղաքն է, Վայք քաղաքից ուղիղ եթեր էի ես արել, բայց քանի որ շատ արագ հասանք, ճանապարհը առավոտ վաղ դուրս եկանք, մենք հիմա այդ Բարձրունի գյուղը, ինչպես օրինակ ես ցույց եմ տվել ձեզ Խաչիկ գյուղը, սահմանային է, շատ գեղեցիկ է, որովհետև Վայոց ձորը Վայք համայնքի ավտոկայանի մոտով ենք անցնում, ամբողջ ճանապարհը ցույց չեմ տա, որովհետև այդքան երկար կարիք չկա, հիմա երևի կլիցքավորի, նոր կգնանք, պարոն Մխիթարը Մաթևոսյան, այս Վայք քաղաքից դուրս ենք արդեն գալիս։ Նար բացի իմ նկարները այդ բրիգվանիչնի Ես էլ Բարձրունի ճանապարհն է, մի քիչ վատ ճանապարհ է, հեսա, հենց եթե թափ ենք տալի կներեք ժողովուրդ ջան, բայց ասեցին, որ գյուղի մեջ լավ է ճանապարհը։ Նու կհարցնենք այս ճանապարհը սարքելու են, չեն սարքելու, երբ են սարքելու։ Բայց ինչ հրաշք է, ոնց որ Խոզնավար գնանք, այս ճանապարհը շատ նման է Սյունիքի Խոզնավարին։ Այստեղ պետք է ճանապարհը լուսավորեն, լուսարձակներ դնեն, այստեղ օրինակ չկա, տեսեք, այն ֆոսֆորի լուսարձակներ գոնե լինեն։ Դրա համար մենք որոշել ենք, որ շատ մթով հետ չենք գալու, որ ճանապարհը երևա։ Արդեն երևում են ավելի լավ ճանապարհ է երևում այսքան տեղը։ Մենք Զառիթափի մասից թեքվեցինք դեպի Բարձրունի, հիմա Մարտիրոս ենք արդեն հասել, Մարտիրոս գյուղ։ Այս ցույց տամ մի քիչ դրսից, որ ավելի լավ լինի։ Վայնեն ծանուշ բույր է, ֆրանսիական տուփիներ, բուլբուլ, հնդկահավերը։ Ծիրանը ծաղկել է։ Ծիրան, շլոր։ Հա։ Տիգրան ասա, որ իսկականից լավ հոտ է գալիս։ Հա, բայց բուրբուն կա, չի պարֆումի, լավ ցվիտոչնի պարֆումի։ Ահա։ Այո, Chanel նոմեր 5, անտիր։ Օ, ես տենենց կապրեի։ Կոնե ամառները, բայց ամառը ստեղ շոկ եմ ավելի։ Արևային պանելներ են դրել, մարդիկ, կհարցնենք, սա էլ գյուղի դպրոցն է, բայց լավ չի, զիբիլ է լրիվ, ցելոֆոն է լրիվ, այս էլ գյուղի ժողովուրդը, մենք եկանք այդ մեքենայի մոտ, ստեղ պարկ է, հեսա մտնենք ու ես կնկարեմ ձեզ համար հարցազրույցով։
Էս հիմա Մովսես է։ Հայաստան հիմնադրամը Range Rover էր նվիրել, որ համայնքին Բարձրունիի համար եւ պատգարակ էր դրել, որ կարողանան շտապ օգնություն որպես ծառայեցնել ամենագնաց այս մեքենան։ Հիմա մենք խոսում ենք Թաթուլ Վարդանյանի հետ, որը հիմի մեքենան է շահագործում, այսինքն քշում, պատասխանատուն, եւ Մխիթար Մաթեոսյանը, Վայք խոշորացված համայնքի ղեկավարն է։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, մեր զետ եկաք։ Կպատմեք ինչ վիճակում է, տեսնում եմ լավ վիճակում է, տեսականորեն։ Հոտ մի 2 տարի առաջ բանը գնացինք Բարձրունի, այս մեքենան Բարձրունիում կանգնած էր, ու մեքենան գյուղատնտեսության հողակինն է պատկանում։ Այսինքն տնօրենն էլ Թաթուլ Վարդանյանն է, որ ճշտեցին, որ հողակին է պատկանում այդ մեքենան, ու անսարք վիճակում էր գտնվում այդ մեքենան, կանգնած էր, ահագին ժամանակ չէր քշվի այդ մեքենան։ Որոշեցինք այս մեքենան Բարձրունի գյուղից բերենք գյուղատնտեսության հողակ ու ծառայի համայնքի համար պիտանի աշխատանք իրականացնի, որը որ իրականացնում է այս պահին էլ, ուրեմն ասեմ, իր հետևը Սիձերնի նստարան ընդամենը մի հատ է, ձևափոխություն չի կատարվել ընդհանրապես, ոնց եղել է, տենց էլ մնացել է, հետևի նստարանները իր հանած է, ու օգտագործում է հողակի աշխատանքների համար, այսինքն եթե դաշտերում գործենանամ ինչ-որ տեխնիկա է փչանամ կամ ջրագծեր են քաշեմ, ասենք դաշտերում բան, այս մեքենայով սարք-սարքավորումներ են տանամ, որպեսզի աշխատանքներ իրականացնեն, բայց պետք եղած ժամանակ կարան պատգարակը դնեն մեջը, ծառայի որպես շտապ օգնության մեքենա։ Ինչ վիճակում եք դուք ստացել հողակը, ինչ վիճակում ընդունել։ Կարելի է ես ասեմ։ Հա, իհարկե, հարգելի պարոն Վարդանյան։ Ուրեմն սա ստացվել է նորմալ վիճակում։ Իհարկե ինքը 2005 թվականի արտադրության է, որ երկար ժամանակ կանգնել է, իր ռետինա բոլոր հանգույցները, սարքերը բան փչացել են, ես փոխարինել եմ, հները պահպանված է։ Կարող եմ հները լրիվ ցուցադրել, այստեղ մենք ինչ փոխել ենք, հները պահել ենք, ոչ մի բան դեն չենք նետե։ Եվ 2023 թվականից, որպեսզի դա ինքը բենզինով աշխատող մեքենա է, շատ ծախսատար։ Մեր համայնքի ղեկավարի թույլտվությամբ, իր գիտությամբ մենք հեղուկ գազ տեղադրեցինք մեքենայի վրա, որպեսզի շահագործումը տնտեսապես ավելի շահավետ լինի եւ օգտագործում ենք մենք 16 մեր խոշորացված Վայք համայնք, մինչեւ դա ստացել ենք մենք Զառիթափ համայնքի ժամանակ։ Բարձրունի համայնք չէր, Բարձրունին բնակավայր էր, քանի որ մեքենայի սպասարկումը բավականին ծախսերի հետ էր կապված, Արսենը, վարչական այսօրվա ղեկավարը, առաջարկեց մեր նվիրատուին, որ մեքենան ոչ թե Բարձրունի բնակավայրին հատկացվի, այլ հատկացվի հողակին, որպեսզի հողակը կարողանա այդ սպասարկման ծախսերը կատարել։ Նվիրատվության պայմանագիրը կնքվել է այն ժամանակվա Զառիթափ բարեկարգում հողակի հետ, որի իրավական հաջորդ հիմա մենք ենք նորից Վայք գյուղատնտեսություն հողակ է դարձել Վայք խոշորացման համայնքի ստեղծումից հետո։ Մենք նաև ստեղ քանի որ մեքենան բժշկական սարքավորումներ կահավորված չէր, մենք այն ժամանակ գրանցման ժամանակ գայում չկարողացան գրանցել մեքենան որպես շտապ օգնության մեքենա։ Տեղ անձնագիրը ստեղ է նշված է հատուկ նշանակության մեքենա։ Չգրեցին, ասին որպեսզի գրենք շտապ օգնության պիտի լինի սիստեմայի սարք եւ դեղատուփեր, ամեն ինչ պիտի կահավորված լինի որպես շտապ օգնության մեքենա, բայց քանի որ դրանք բացակայում էին, գրեցին հատուկ նշանակության մեքենա։ Մենք նշանակությունը ոչ մի րոպե չենք փոխել, ոչ մի բան չենք փոփոխության չենք ենթարկել, ոնց ստացել ենք մեքենան այդ վիճակում պահպանվել է, իսկ տեխնիկական վիճակը էլ չասեմ, մենք ինչքան ենք վերանորոգել, սարքել, մենակ գազի սարքավորումը 300,000 դրամ գումար ենք ներդրել, որ հեղուկ գազ ենք տեղադրել վրան, էլի հողակի ծախսերով, հողակի միջոցներով։ Իսկ գազի բալոնը կարելի է հանել, դնել, պատգարակը որ ասեցի կարող։ Ես եմ կահավոր է, որ գազի բալոնը պատգարակին չի խանգարում, կարող եմ ցույց տալ, բացատրել, թե կարող եմ ցույց տալ, բացատրել, ոչ մի ձևի, ոչ մի փոփոխության չի ենթարկվել իր նախնական դիրքի համեմատ։
Հա, մենք պայստային անվադող չուներ, պայստային անվադող եմ նաև ձեռք բերել, տեղադրել եմ իհարկե ներսում, բայց որ չի խանգարում պատգարակին, կնայեք հեսա դուք բոլորը։ Մենք ցույց կտանք։ Փոխանցման տուփը մեխանիկա է, թե Չէ, ավտոմատ։ ավտոմատ է։ Հարմարա ձեզ։ Ոնց։ Հարմարա ձեզ։ Քշելուց հարմարա։ Իհարկե, ես չեմ։ Լեռնային պայմաններում։ Չէ, դե ինքը ցիպտրոնիկ ունի, նաև մեխանիկական ինքը երկու ռեժիմով է։ Մենք խոսքը ես մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ եմ, 55 թվականին գյուղատնտեսության ինստիտուտի մեխվատ բաժինն եմ ավարտել, տեխնիկայի մասնագետ եմ ուզում եմ։ Անիվները 4-ն էլ վիդուշի, հա։ Անիվները 4-ն էլ վիդուշի, անիվները փոխարինել ենք, երկու անգամ անվադողեր ենք փոխարինել, հյաները նույնիսկ պահել եմ, դե չեմ նետել։ Որևիցե մեխանիկական խնդիր ունի, ռուլիվոյ կալոտկա, դեսի մտածել ինչ մի բան։ Մեխանիկական խնդիր չունի, սրա արխիվի բանը կախոցը լրի վերանորոգել եմ, արդեն լրի պատրաստ է, հետևի կախոցում թերություններ կան, պայստամասերը արդեն ձեռք են բերել մեքենայի ներսում, կարող եմ ցույց տալ, մոտակա օրերին կտանենք հետ էլ կփոխարինենք, տեղ սպասարկման կայանի հետ կնքված է պայմանագիր, սիստեմատիկ մեքենան անցնում է իր տեղ սպասարկման կանոնի յուղն է փոխարինվում, կարող կա յուղն ենք փոխարինել։ Մի խոսքով այն ինչը որ պահանջվում է մեքենային, ըստ իր կանոնակարգի ամեն ինչ կատարվում է եւ պայմանագիրել ունենք տեղ սպասարկման կայանի հետ այս մեքենայի սպասարկման համար։ Վառելիքի հարցը ով է լուծում։ Վառելիքի հարցը հողակն է լուծում, հողակն է լիցքավորում։ Մենք նախատեսել ենք, վառելիք ենք նախատեսել, եւս մի բան ասեմ, որ նաեւ կարեւորվում է, մենք ստեղ, եթե նկատեցիք, հրշեջ ավտոմեքենա ունենք, մենք ստեղ կամավորական փրկարար խումբ ունենք, ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, 20 կամավորներ ունենք։ Գյուղից են։ Գյուղից, այո, բոլորը այս տղաների մեծ մասը կամավորներ են։ Նաև մենք արագ արձագանքման աշխատանքներին այս մեքենան ներգրավել, Արտավան համայնքում, ստեղ Լվիս համայնքում մեծ ամասն։ Այս Արտավան էլ է հասնում։ Արտավանը մեր հրդեհների մինչև Սարավանը մեր բնակավայրն է, մեր մայք համայնքն է, մինչև Զանգերը։ Նոր Ազնաբերդից սկսած մինչև Զանգերը մեր համայնքի վարչական տարածք։ 20 բնակավայրը։ 15։ Քաղաքն էլ 16, քաղաքները 16։ Ուզում եմ ասեմ, մենք նաև արագ արձագանքման միջոցառումներին ենք մասնակցել, մենք ստեղ ունենք դեղատուփեր, ամեն ինչ կա ստացված է բարձր մակարդակի ֆրանսիական արտադրությամբ, անհրաժեշտության դեպքում նաև մասնակցել ենք այդ արտակարգ իրավիճակներին։ Ես մի անգամ օրինակ ոչ մի մեքենա ջուր չէր կարողանում բարձրացնել վերևը, որպեսզի այդ ձեռքի մարիչները լիցքավորեն, ես այս մեքենայով ջրերը 20 լիտրանոց կանեստերներով բարձրացրել եմ, լիցքավորել են հրդեհի մարման աշխատանքներ են կատարել։ Դրամաններ ունենք։ Ուզում եմ ամեն ինչ ունենք, մենք ստացել ենք ու լավ որակի ֆրանսիական արտադրության համար։ Հասկացա։ Նաև ուզում եմ ավելացնել, որ այս մեքենան մի քանի տարի կանգնած էր Բարսելոնի ու ոչ մի անգամ հիվանդ չէր տեղափոխել մեքենան։ Հիվանդ լինելու ժամանակ էլ շտապ օգնության մեքենաներ ունենք վայքում, վայքից գալիս են հիվանդին տեղափոխում են, եթե այդպես դեպք կա լինի։ Հա, պարոն Մաթևոսյան, վայքի հիվանդանոցը ասեցին փակվել է, դա ճիշտ է։ Հիվանդանոցը փակվել է, բայց պոլիկլինիկան աշխատում է, նաև բանը, այնտեղ շտապ օգնության բաժին ունենք, դա էլ աշխատում է։ Վերակենդանացման անհրաժեշտ միջոցներ կա այնտեղ միջև հասցնելը։ Բոլոր տեսակի սարքավորումներ ունեն։ Շնչառական ապարատ բան։ Իսկ ինչա փակվել։ Ես ուղղակի փակվել է, այլ բանը, Եղեգնաձորում նոր հիվանդանոց կառուցեցին ու ավելի նպատակահարմար է, բոլոր սարքավորումները կա այդ հիվանդանոցում, նորագույն տեղ վիրաբուժական, հա, երևի մասնաբաժնով։ Իսկ դիալիզի բաժին կա։ Այո։ Դիալիզի բաժին վայքում էլ ունենք, տեղափոխեցին այնտեղ։ Մի բան ասեցին, ուզում եմ ճշտել, մարզային բալանսից հանել են հիվանդանոցները, նախարարությանն են փոխանցել։ Փոխանցել են նախարարության։ Երբ։ Այս վերջերս երևի մի ամիս, երկու ամիս առաջ։ Հա, փաստորեն ճիշտ ինֆորմացիա է։ Եվ Թումասյան Հրանտը խնդրում էր ճշտել, ինքը եթե Հայաստան հիմնադրամի հետ ցանկանում էր քույրական ուսումնարանը վերականգնել կամ ստեղծել, դուք ինչ եք մտածում։ Ուրախ կլինենք մենակ, որ վայքում քույրական ուսումնարան ունենանք վայք համայնքում։ Եղել է, չէ՞ ժամանակին։ Մի քիչ պատմեք էլի մեր դիտողներին։ Ճիշտ ասած հիշում եմ, որ այն ժամանակ ուսումնարան ենք ունեցել վայք համայնքում
Հետո չգիտեմ ինչ պատճառներով փակվել այդ ուսումնարանը, բայց շատ լավ կլինի, որ այդ ուսումնարանը գործի, որովհետև մարդիկ չեն հասնի Երևան, որպեսզի ուսում ստանան մեր համայնքում։ Իսկ տեղափոխելու մեքենա կա գյուղի, գիտեմ, որ միշտ երթուղի չկա, կարծեմ տաքսիներով են։ Կա Բարձրունին օրինակ ասեցին։ Երկու մեքենա նույնիսկ։ Պատմեք էլի, խնդրում եմ։ Ուրեմն ասեմ, Բարձրունի երկու մեքենա է աշխատում, մի տրանսպորտը երեխաներին առավոտը իջեցնում երեկոյան, իջեցնում է մանկապարտեզ, Զարդապ մանկապարտեզ, երեկոյան տանում է Բարձրունի երեխաներին, մի ուսուցիչներին առավոտը շուտ տանում, չգիտեմ ժամը քանիսին, Ժամը 8:30 տանում է Վայքից Բարձրունի ուսուցիչներին, որոնք գնում են Բարձրունի գյուղում դասավանդելու, օգտվում են մեր եւ բնակիչները։ հետա գալիս Վայք ժամը 9:30-10-ի մոտ, նորից կեսօրին ժամը 3:30 բարձրանում է գյուղ ուսուցիչներին եւ բնակիչներին, անհրաժեշտության դեպքում ինչ ասում է, էլի երկու երթուղի է։ Անվճար, մեր մոտ Բնակիչների համար է։ բոլորին մեր համայնքում ամբողջ տրանսպորտը ներքաղաքային միջ բնակավայրային տրանսպորտը անվճար է, պարոն Մաթեոսյանի վերև մեր ավականու որոշման համաձայն։ Կան բնակիչներ, որ մեքենաներ չունեն եւ իրենց պետք է լինում, այդ դեպքում եթե նախատեսված չի մարշրուտին, ինչ է, ոնց է կազմակերպում որպես համայնքի ղեկավար, Աստված ոչ անի, օծ կաստը կծեն։ Հա? Եթե տենց դեպք լինի, շտապ։ Ոց կծեն էլ չենք նայում մեքենա։ Չէ, դուք ասեցիք կամավորական կա։ Մենք այո, մենք արագարձագանքման խումբ ունենք։ Արագարձագանքման խումբը կարող է հենց նույնիսկ այս մեքենայով կարող է մոտենալ եւ օգնություն տալ։ Իսկ հակագյուղզին ունեք։ Հակագյուղզին մենք չենք կարող ունենալ, հիվանդանոցն է ունենում, հստակ չափաբաժիններով են ստանում։ Դրանք հատուկ սեզոնին հսկողության տակ են այդ չափաբաժինները, ինչեւ իրենք չհամոզվեն, որ դա ներարկելու անհրաժեշտություն կա, խոսքով բժիշկների որոշում։ Ժամային առումով հասցնում եք։ Մենք կարող ենք, հա, եղել է Միջև թույնը։ դեպքեր եղել է, հասցրել են ու մարդիկ չեն տվել դրանից։ Շնորհակալություն, մի քիչ շրջենք։ Իհարկե։ Մենք հիմա զրուցում ենք Նորայր Մանուկյանի հետ, ինժեներն է։ Հողակի ինժեներն եմ։ Ներկայացեք։ Նորայր Մանուկյան, ավարտել եմ ակադեմիայի մեխվակի բաժինը, ներկայումս գյուղատնտեսական ակադեմիայի, նախկինում գյուղի ինստիտուտի։ Հողակի ինժեներ մեխանիկն եմ, ուզեմ ներկայացնեմ մեր հսկայական աշխատանքների մի կտորիկը, որը վերաբերում է ջրագծերին, կոյուղագծերին, ոռոգման խմելու ջրագծի հետ կապված աշխատանքներին։ Ոչ մասնագիտական խումբ, բայց մեր գիտելիքներով, մեր վերապատրաստումներով փորձում ենք կատարել համայնքի հետ կապված ջրագծերի հետ բոլոր աշխատանքները, եւ վերանորոգումները, եւ նոր ջրագծերի կառուցումը։ Անցած տարի մոտավորապես 10 կիլոմետր ջրագիծ ենք կառուցել։ Ոռոգման եւ խմելու։ Թարմացրել եք, թե լրիվ նոր է համակարգը։ Նոր է, կեսը նոր, մոտ 5 կիլոմետրը նոր։ Այս տարվա համար ենք բերել խողովակները, որտեղ վթարկելն էլ է ծրագրեր ունենք։ Ինչ խողովակներ են, ճկունությունը։ Պոլիէթիլենային խողովակներ են, բարձր ճնշման, խմելու ջրագծի համար հատուկ նախատեսված, տենդերով շահած, գնված օրինական կարգով, վթարկը լինի, ջրագծի ծրագիր կհաստատվի, պատրաստ են գնալ աշխատելու։ Ունենք բոլոր տեխնիկական միջոցները այս խողովակները միացնելու, փորելու, հորելու, ծածկելու, որոնք կատարվում են մեր միջոցով, բայց առանց հավելավճարների, դա շեշտել։ Մենք մեր միջոցներով, մեր շնորհիվ, մեր տղաների աշխատանքի, պարոն Մաթեոսյանի հանձնարարությամբ, ավականու որոշմամբ առանց հավելավճարների աշխատանքները կատարվում։ Խորությունը ինչքան եք փորում մեր բնակլիմայական 70-ից ելևեջների տատանումներին ոնց է դիմանում այս խողովակները։ Հիանալի խողովակներ են, շատ լավ աշխատում են, ինչքան ենք փոխել, սրանք հիներն են կարող են ցույց տալ, հին ջրագծերից հանված, սրանցները նորերը փռված են արդեն։ Բոլոր համայնքները, բոլոր բնակավայրերում, ոչ թե համայնքներում, մեր 14 բնակավայրերից բոլորին էլ կատարել ենք աշխատանքներ։ Նույնը կոյուղագծերին, նույնը ոռոգմանները չհաշված, մնացած պատահական վթարները, որ արագի մեջ արձագանքվել են։ Ունենք այդ խումբը սարքավորումներով հագեցված, տղաները տեխնիկապես պատրաստ են, գիտելիքները տեղն են, վերապատրաստում ենք անցնում, ինքնուսուցում ենք անցնում։ Սա ոչ վիոլա ջրին է, ոչ, սա համայնքային աշխատանք է սա։
Մեր միջոցներով, մեր Քանի համայնք է։ բոլորին 14 բնակավայր։ 16 ասեցին։ Վայքը չի մտնում։ Քաղաքը մերը չի, էլի։ Մի ճշտում, ռոռոկման համակարգը ինչ ձևի է ձեր մոտ։ Կա եւ բաց տարածքով հոսով, Ջրատարներով, կանալներով։ Կան եւ խողովակներով։ Երկուսից էլ կա։ Դրանց մաքրումն էլ է մեր միջոցներով կատարվում ջրագծերի։ Ինչ ջրից եք օգտվում։ Աղբյուրների գետի մենք գետ ունենք, Պետական ջրաղբյուրներ։ ջրաղբյուրներից։ Որ գետակն է, որ Մարտիրոս վտակներից է։ գետի մասին է խոսքը, այս թևի մասին, իսկ այդ բնակավայրերում գալիս է հերերին, արտավանին ու յուրաքանչյուրի իրենց գետակներն ունեն։ Նաև լեռնային։ Իհարկե լեռնային Աղբյուրներ։ շատ հեռվից էլ գալիս են, երկար տարածքներ են, երկար ջրագծեր են, անմատ մի քիչ էլ ոչ բարենապաստ տեխնիկապես աշխատելու միջավայրեր են, այնպես որ եւ ճանապարհ են կառուցում, եւ գնում ենք այդ նոր Իսկ փոքր ջրամբարներ, այսինքն գյուղական ջրամբարներ ունեք, թե կարիքը կա։ Մի քիչ բառապաշարը կա։ Բարձրունի ունենք, իսկ մնացածը կապտաժներով, փոքր կապտաժներով մոտակայքում ամբողջ ձմեռվա ձնալքի ջրերը ամբարվում է այդ ջրամբարում, ամառվա ընթացքում ավելի ճիշտ Դուք այդտեղ չեք երևալու, եկեք այս կողմը։ Խորացումն են կատարում։ օգոստոսից հետո մենք նոր այդ ջրամբարների ջուրը, որ արդեն ջրասակավ սեզոնը է սկսվում, այդ ջրամբարի ջուրը բաց են թողում, մինչև աշնանվերջ բանջարանոցները Տարողունակությունը։ Տարողունակությունը տենց հստակ չեմ կարող, հայլու մակերեսն դե մոտավորապես մի Դե հայլու մակերես 5000 քառակուսի կլի։ Միջին չափի է, դա ոչ է փոքր։ Պրոստը ինքը այս տարի զնա լավ որ ձունա գալի, այդ տարին լցվում է ջրամբարը, իսկ այս տարի քիչ է լցված, գնացեն այլ ենք Արսենի հետ վարչական ղեկավարի հետ, մենք այս վերջերս գնացինք, հələ նորից էլ այնտեղ սարից մի հատ հնարավորություն կա, մի 150 մետր էս 6 լույմանոց խողովակից պետք է գցենք, բերենք ջրամբարը հիմիկվա ջրերը լցենք, ամբարենք, որպեսզի աշնանը բավականացնի այդ փոքր աշխատանքը։ Նախատեսված է դա եւս։ Պարոն Վարդանյան, այսքան մեքենաները, որ շահագործում եք, ունեք ձեզնից հետո երիտասարդ տրակտորիստներ, կոմբայնյորներ, ամենագնաց։ Մի խոսքով կարծեմ այս խնդիրը նոր սերունդ պատրաստելու։ Սա գոյություն ունեցող խնդիրներից ամենակարևորն է, ես կշեշտեի, քանի որ եթե դուք տեսաք մեր այսօրվա գործող մեխանիզատորները, բոլորը ավագ սերնդի ներկայացուցիչներ են։ Իսկ այսօր չկա շահագրգռվածություն, որպեսզի գնան երիտասարդները եւ նաեւ տեխնիկական հնարավորություններ չկան, որպեսզի գնան դասընթացներ անցնեն, վկայականներ ձեռք բերեն։ Մենք ստեղ ունենք մեխանիզատոր, որ 3 մեքենա է շահագործում, 3 տրակտոր է շահագործում։ Ըստ սեզոնի նույն մարդը այս տրակտորի ճիշտում է նստում այս սեզոնին, մյուսը հետո հաջորդը սենց շարունակ։ Շատ լուրջ խնդիր է, մասնագետների պակաս ունենք։ Մենք նույնիսկ այսօր եթե որոշում ենք, նախատեսում ենք ինչ-որ բան համայնքի միջոցներով ձեռք բերենք, բայց նաև խնդիր ունենք, չենք կարողանում մեխանիզատորներ ճարենք, իհարկե որակյալ եւ փաստաթղթով ապահովված մեխանիզատորներ, որպեսզի շահագործեն այդ տեխնիկան։ Դա կարևոր խնդիր է։ Ունեք գյուղում երիտասարդներ, որ կցանկանան գնան սովորել։ Գյուղում երիտասարդներ ունենք, նույնիսկ գիտեն տրակտոր վարել։ Հա։ Իրանց ծնողները, որ տրակտորիստներ են եղել, իրենք գիտեն վարել, բայց քանի որ իրանք փաստաթուղթ չունեն, մենք չենք կարողանում հրամանագրել իրենց վերցնել աշխատանքի առանց փաստաթղթի։ Դոսավ չունեք։ Դոսավ չկա։ Այսինքն կա չի գործում, էլ այդպես դոսավը չի հետ ճյուղը չի գործում դոսավի, որ նախկինում մենք պրոֆտեխ ուսումնարան ունեինք Վայքում։ Երբ փափակվե, ուզում եմ իմանամ այդ միջին մասնագիտական։ Չեմ հիշում, շատ շուտ։ Երևի երկիրը էսենց անկախություն ձեռք բերելուց հետո երևի չի եղել։ Հա, սովետը ահագին բան դզել չի է։ եղել, այո։ Կասեի սովետից հետո չի եղել։ Այս կրթության նախարարությունը թող լսի, ձեր ահազանգը կարելի է ասել։ Մենք նույնիսկ մեր օժանդակությունը ու օգնությունն ենք առաջարկել, որպեսզի մեր տեխնիկան տրամադրենք այդ ուսուցման process-ներում ներգրավեն նաև մեր տեխնիկան, որպեսզի գործնական պարապմունքները մեր տեխնիկայի վրա սովորեն, այսինքն անհրաժեշտություն չլինի լրացուցիչ տեխնիկա այդ ուսուցանող կազմակերպությունը պետք չլինի լրացուցիչ տեխնիկա ձեռք բերի, մենք մերը կտրամադրենք, մենակ եթե կազմակերպեն։ Թողակում քանի վարորդ ունեք։ Թողակում ես ունեմ մոտ
15 մեքենավար, բայց 34 աշխատակիցներ ունենք, տենց ընդհանուր տարբեր Հա, սպասարկող, հա, սպասարկող ինժեներներ։ 34 աշխատակից ունենք, որից 15-16 մեքենավարներ։ Իսկ հողակի մյուս գործերում ինչա, ջրագիծը ասեցի, Ուղղակի պարտականությունների մեջ ինչ է մտնում։ Անդամիջյան ճանապարհների վերանորոգում, գյուղամիջյան ճանապարհների փոսալցումներ ա լինում։ Մենք էքսկավատոր ունենք նաև GCB մագնիշի, որ հենց հիմա Կապույտ գյուղում խմելու ջրագիծ ա քանդում, այնտեղ այդ ջրագիծ ենք փոխարինում, ինը փտածը փոխարինում ենք նորով։ Փոխալցում ենք կատարում, փոսալցում, այս ռոռոկման խնդիրներն են, խմելու ջրագծերի խնդիրներն են, դե գյուղատնտեսությունը իր ամբողջ ծավալով, էլ չեմ ասում։ Ըստ անհրաժեշտության համայնքում ինչի կարիք որ լինում է, եթե մեր տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալի այդ աշխատանքները կատարել, համապատասխան հանձնարարականների միջոցով համայնքի ղեկավարի մենք մասնակցում ենք նաև այդ աշխատանքների կատարելուն։ Ինչ սիրուն ծառ էր, հետաքրքիր էր դրած։ Բարև ձեզ։ Այս Մարտիրոս համայնք։ Ох, այս ինչ լավ անուշուտ ա գալի։ Սիրուն նոր տուն են սարքեն։ Բլոկով։ Ես 16 միլիոնի շրջանակներում կառուցված տուն։ Փուջուր տուն ա շատ, ում համար են սարքել։ Այդ գյուղացի ա սարքել, իր հայրական տուններ, հիմա այստեղ էս սարքել ա։ Բայց որտեղ շատ ցինկներ են, Կեսը սարքած է։ Գյուղի ճամփեն սարքած է, ստե է սարքած չի։ Արդեն մենք Մարտիրոս գյուղում նկարահանումներն ավարտեցինք, գնում ենք արդեն Բարձրունի գյուղ, մեզ եւս համայնքի ղեկավար պարոն Մաթևոսյանը ուղեկցում է։ Այս որ խոսում ենք կետակի մասին, նույնիսկ հանքային ջրեր կան այստեղ։ Տես ինչ սիրուն անդեղ։ Սերս։ Հիմա խնդիրը ստե գիտեք որն է, որ այս գյուղացիները բոլորն էլ ուրիշ տեղերում բնակարան են գնել։ Հիմնականում Այո, քաղաքներում։ նու այն թափում շատ կան, իմ հաշվապան հենց Բարձրունցի էլ այն թափում տուն առե։ Ու ցանկացած մի աստից միջադեպի։ Հա, բայց գոնե ամառները չեն գալի։ Գալիս են, Մեղվանոսն աստե դրած այգին ամեն ինչ տեղ է։ Համարը ստե հով է, չէ՞։ Բացի հովը դե ստե Չէ, մաքրոտ է էլի։ ապենական պոպոգի ծառ է, տես չկա պոպոգի ծառ է տանքի վրա, հենց ստե այ։ Այո, կոլատը չէ։ Բայց ես նոր գիտելից մատուրա դա։ Գյուղի զովակ, հա։ Վերջինը էս։ Մենք հասանք արդեն գյուղ Բարձրունի, սիրելի բարեկամներ, սահմանամերձ գյուղը։ Մյուս կողմը արդեն Նախիջևանն է։ Մենք ողջունում ենք բոլորին,
գյուղում անծանոթ ծանոթ պետք է բարևել։ Այստեղ ճանապարհը դեռ ինչպես տեսնում եք սարքված չէ։ Գրունտային ճանապարհ է, բայց վատը չի։ Մարդիկ, որ ասում ես ճանապարհը ասֆալտապատ չի, մտածում են, էս ինչի ասֆալտապատ չի արված։ Նա գյուղացիները աշխատանք են անում։ Ես ասում եմ, գյուղական ճանապարհները կարող են նաև գրունտային լինել, որովհետև հատուկ տեխնիկա է աշխատում, գյուղական թրթուրավոր են լինում, բայց հիմա այդքան թրթուրավոր տեխնիկա չեն օգտագործում, այնուամենայնիվ կենդաններ են գնում, հեչ այդ ասֆալտը պարտադիր չի լրիվ լինի, կարա ասֆալտ չլինի, դեպ ավելի քարով սարքված անցանելի լինի։ Միանման տներ են այստեղ սարքված երկուհարկանի։ Այս գյուղում երևի մոտ 10-15 տարի չեմ եղել, չեմ հիշում արդեն երբ եմ եղել, իմ լավագույն գործընկեր, սպիտակ ձի։ Այստեղ ճանապարհը արդեն գյուղական պետքա սարքեն, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Դեռ ծառերը այստեղ չեն ծաղկել։ Գնում ենք համայնքի համայնքապետարան, բայց դժվար ենք գնում։ Ոյ, ջրային թռչուն տեսամ։ Այս ջրագծի խողովակներն են բերել։ Բարև ձեզ։ Մենք արդեն հասանք Բարձրունի, բարև ձեզ Արսեն։ Մեզ կակրաս ղեկավարը դիմավորում է։ Ման Մաթևոսյան, ցանկացան, որ այստեղ ձեզնից մի փոքր հարցազրույց վերցնեմ։ Ներքևում երևում է ճանապարհ են սարքում։ Ինչ շինարարական աշխատանքներ են նախատեսվում։ Այս տարի գյուղում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում, ջրահեռացման, ասֆալտապատման, այս պահին վաքերն են տեղադրել, հողի շերտը վերցրել են, վաքերը տեղադրելուց հետո խճապատման աշխատանքներ կիրականացվի, հետո ասֆալտապատման աշխատանք, մոտավորապես կիլոմետր 300 մետր գյուղամիջյան ճանապարհ է կառուցվելու, համայնքային գյուղի սուբվենցիոն ծրագրերով էլի։ Հա, միջև գյուղը գրունտային մնալու է, դեռ նախատեսված է ինչ որ մի բան անելու, թե գրունտային էլ մնալու է։ Ասֆալտապատման աշխատանք։ Նկատի ունեմ միջև գյուղ։ Չէ, մինչև գյուղ, Մինչ համայնքային։ Ճանապարհը ճիշտ է, շատ լավ ճանապարհ չի, բայց 26 թվականին պիտի վերանորոգվի գյուղմտող ճանապարհը։ Նախատեսված է, որ 26 թվականին է իրականացվելու աշխատանքները։ Ճանապարհը ինչով եք սարքում, ոնց տեսա ջրահեռացման համակարգեր եք նախատեսում։ Ջրահեռացման վարկեր է, նաև ասֆալտ է լինելու, թե ինչ որ ուրիշ նյութ։ Հա։ Գյուղը քանի բնակիչ ունի։ 280 բնակիչ, որ արկա բնակվում է։ Ինչով է զբաղվում գյուղացին այսօր, ինչ խնդիրներ ունեք։ Գյուղատնտեսությամբ է զբաղվում, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խոշոր թե կճղական։ Խոշոր էլ, մանր էլ, երկուսից էլ ունենք, բայց գնալով պակասում է անասնապահության քանակը։ Կրակել են։ Չէ։ Իսկ ինչ տեսակի կրակոցներ են լսվում։ Երևի ավտոմատիկ կրակոցներ է, որտեղ ծանր զենքի կրակոցներ չկան։ Երբ է սկսվել այդ ինտենսիվությունը։ Երևի 10-15 օրվա ընթացքում։ Բայց շատ չի։ Շատ չի այդ կրակոցները։ Նաև իրանց պոլիգոնները մոտիկ են մեզ, նաև պոլիգոններում են իրանք։
Նաև կարող է այդ կրակոցները լցվեն։ 2020 թվականից հետո ինչ խնդիրներ առաջացան ձեզ մոտ, ինչ եք կատարել գյուղացիների հետ աշխատանքներ տարվել, թե ոչ։ Արցախցիներ եկան, 4 ընտանիք արցախցի եկավ, բայց չմնացին, հետ գնացին իրանք։ Մնացել է այսօրվա դրությամբ 20 թվից 2 հոգի, 2 ընտանիք եւ 23 թվականի եկած բռնի տեղահանված մի ընտանիք։ Որտեղից էին։ Ստեփանակերտից եւ Քաշաթաղից։ Բարձրունիում նաև ապրում է արցախցի մի ընտանիք, հանդիպեցինք ու խնդրեցինք մեր մի քանի հարցերին պատասխանի։ Անունը ձեր, ազգանունը կասեք։ Ավանեսյան Էդմոնդ, Որտեղից եք եկե, շտեղանեք։ Ստեփանակերտից եմ տեղահանվել 23 թվականին, բայց բնիկ հադրութի շրջանի Խծապետ գյուղից։ Հա, փաստորեն դուք 20 թվականից տեղափոխվել եք Ստեփանակերտ, 23-ին եկել եք Վայոց ձորի Բարձրունի։ Քանի հոգի ունի ընտանիքը ձեր։ Ներկա մոմենտին 3 հոգի ենք ընտանիքը։ Դուք հաշմանդամ եք։ Առաջի պատերազմի։ Առաջ պատրաստ։ Ինչ խնդիրներ ունեք, որ կարելի է բարձրաձայնել։ Ընդհանրապես խնդիրները շատ է, ամեն ինչին, ասենք ամեն ինչի կարիք կա, այդպես։ Աշխատանք իհարկե չեք կարող անեք։ Դա ներկա պահին ես դպրոցում պահակ եմ աշխատում։ Պահակ եք աշխատում, գումար տալիս են։ Այո։ Ինչքան է աշխատում։ 73000։ Իսկ նպաստները ստանում եք։ Նպաստների միջև մարդ ստացել ենք, ծրագիրը փոխվելուց հետո չգիտեմ ոնց կլինի, նոր դիմում կգրեմ։ Հա։ Ստանանք թե չէ։ Դուք ուտելու բանի խնդիր, պարենի խնդիր ունեք։ Աշխատավարձի թոշակից մենք վերցնում ենք, էլի, ճիշտ է, սկզբից շատ ուժեղ օգնություն են տալիս, իմի չկա այդ օգնությունները, բայց արտասվել յուրատանում։ Վարձ տալիս եք տան համար։ Այո, վարձ են տալիս, 40,000 վարձ են տալիս։ Հա։ Ինչ տուն է, կա ամեն ինչ։ Սեփական տուն է, այդ տանտերը ինչ եղել է, ճիշտ ասած թողել է մեզ, կահույք, տենց խալաձելնիկ։ Չի ապրում ինքը էլ, հա։ Այդ մի կողմից շատ գոհ եմ տանտիրոջից, ամեն ինչ։ Այգի ունի։ Այգին, սա։ Օգտվում եք այգուց։ Ինչ կծառեր կա բան։ Պոպոխնձոր տանց, ծիրանի կա, ամեն էլի գյուղական գյուղում ամեն ինչից էլ կա։ Էդմոն ջան, ձեր հեռախոսի համարը կհնչեցնեք։ 097 25 27 02։ Ժողովուրդ, եթե ուզենաք այս ընտանիքին որևիցե բանով օգնել, իսկ շորի բանի կարիք կա։ Դուք ձեր կնոջ հետ եք երևի։ Ես կինս եւ տղաս։ Քանի տարեկան է։ Տղաս 31 տարեկան։ Ինչ է անում, ինչով։ Աշխարհազորն եմ մտել, նոր ծառայում, 2 անգամ արդեն բարձրացել եմ դիրքը աշխարհազոր գյուղի տղաների հետ։ Բայց այսօր իմացանք փակում են այդ աշխարհազորը։ Կփակի արդեն կփորձենք մի ուրիշ գործ քնել։ Հիմնական իմ խնդիրը մեր ասենք տղային աշխատանք, եթե աշխատանք լինի, ես հիմնական կմնամ գյուղում։ Ամուսնացած չի։ Չէ, ոչ։ Ձեզ առողջություն կարևորը։ Մեր երկրին էլ խաղաղություն։ Ամենակարևորը խաղաղություն։ Բայց ես հույսը չեմ կորցնում Արցախ վերադառնալու։ Ես չեմ կորցնում, այո, միշտ հույսով պետք է ապրենք, եթե հույս կորցրենք, չէ, ապրենալի մասնա։ 100%։ Վերադառնանք։ Շնորհակալություն։ Մշակույթի առումով ինչ հետաքրքիր բաներ ունեք դուք գյուղում։ Ունեք ընդհանրապես, ինչով եք զբաղվում։ Գյուղում չունենք, մենք երեխեքին ուղարկում ենք վայք։ Սպորտի կամ ինչ-որ բարի, հա։ Սպորտի, բարի, դհոլի, տրանսպորտը մեզ տվել է համայնքը, ուսուցիչներին բերում են եւ երեխեքը ուսուցիչների հետ իջնում են վայք եւ մեր միջոցներով հետ ենք բերում այդ երեխեքին։ Շաբաթական քանի անգամ։ Շաբաթական 3 անգամ։ Եվ դուք կցանկանայիք երևի երթուղի, հա, լինել։ Այո, կցանկանայինք մեզ մի հատ տրանսպորտ, չգիտեմ, նվիրեին, տրամադրեին։ Քանի տեղանոց։ Գոնե 12 էլի, 12-ը քիչ է։ Երեխեքի համար 15 ուզեի։ Չէ, մենակ երեխեքի 15 տեղանոց։ Հա, գազելի չափ կոնե, Ֆորդի։ 17, 18 կամ 11, 12-ը։
Այդ միջին ինտերվալում չկա։ Այստեղ դուք շենքում ունեք ինչ որ սրա, որ կարելի է կինո դիտում, թատրոն, կրկես կազմակերպել։ Չունենք, մենք ունենք միջոցառումների սրա տեղում։ Եվ որ մարդիկ, չգիտեմ, ուրախություն են անում կամ տխրություն են անում։ Այս նույն շենքում է։ Այս նույն շենքում վերևի հարցը։ Վերանորոգված է։ Լավ վիճակում է, նորմալ է։ Խոհանոց կա, հա, երևի։ Առանձին խոհանոց կա։ Հա շատ հետաքրքիր է ուղղակի, որ հիմա կասեք ինտերնետ կա, բոլոր երեխաները մտածեն ինտերնետ, չէ։ Ինտերնետ կա, իհարկե։ Առանձին ինտերնետ։ Դե չէ, բայց ֆիզիկապես է մի քիչ պետք է գոնե շարժվեն, շփվեն։ Լրիվ կաններ։ Իսկ ինչով եք աշխուժացնում կյանքը։ Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհը գտել է արդեն։ Իր աշխատանքով գյուղական։ Երեխաներն էլ օգնում են երևի։ Իհարկե։ Ասացին, որ մեր երեխեքը Վայոց-Ձորում սպորտի առումով թենիսի բռնել են առաջ։ Սեղանի թենիսի բռնել են առաջի տեղ եւ պիտի մասնակցեն ամսի 25-ին Չարենցավանում վարչապետի գավաթին։ Անցած տարի էլ նույն երեխեքը էլի առաջի տեղն են բռնել, մասնակցել են վարչապետի գավաթին եւ ստացել են մի հատ սեղանի թենիսի դաշտ։ Սովետի ժամանակ կար ակումբ։ Հա, եղել է ակումբ։ Եղել է ակումբ այն ժամանակ հետո Շենքը կա։ Չէ, չկա։ Սեփականաշնորհվել է ու քանդվել է։ Ինքը վթարային շենքեր էր էլի։ Չէ, հիմա Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ես նաև այդ հարցն եմ քննարկել մեր հրանցի հետ եւ որոշել ենք, որ Չրանոց տեղադրենք գյուղում, որ մարդիկ իրանց միրգը սարքեն ճիշտ գոնե կամ իրանք օգտագործեն կամ կանեն վաճառքի։ Դուք անի ասեցիք, որ գյուղում աշխատանքի խնդիր կա։ Օրինակ ինչ կուզենայիք, ինչ աշխատատեղ բացվեր։ Թեկուզ Չրանոց, ինչ որ թեկուզ փոքր մասշտաբի որոշ կանայք ընդգրկված լինեն աշխատանքի։ Իսկ շատ գյուղերում նաև կարի ֆաբրիկա ոնց որ բուջուրի կա։ Լինի, այո, ինչի՞ չէ։ Քանի որ Վայքում էլ կա, որ անվճար սովորեցնում են կար, կարող ենք այդ նույնը միգուցե ծրագիրը բերենք գյուղ, անվճար սովորեցնեն, իրացման հարց լուծվի եւ կանայք ունենան աշխատանք, աշխատավարձ ստանան։ Իսկ արևային չրերը սարքելով արևով չստացվում։ Ինչ եք ուզում անպայման։ Շուրը իր համար սարքում է այդպես տան համար, բայց Քանակ չենք կարողանում։ Չէ, քիչ է քանակը, որովհետև եղանակային պայմաններից ելնելով։ Իսկ եթե մեծ քանակությամբ պատրաստեն, հանկարծ չհասցնեն, չորացնեն, կփչանա ամբողջ մթերքը։ Հասկացա։ Իսկ գիտեք, որտեղ է Բարձրունի գյուղում փոստը։ Ահա, գնանք փոստատարի հետ ծանոթանանք փոստի։ Օ, տարածքը վերահսկվում է։ Խսիզգով։ Օ, բարև ձեզ։ Ես Նարինեն եմ Կիրակոսյան, դուք։ Ես Անահիտ Ավակյանը։ Այդ Բարձրունի գյուղի Այո, փոստն է։ փոստն է։ Ես միանգամից գրքերի վրա ուշադրություն դարձրեցի։ Իսկ դուք Վալբերիս ունեք։ Վալբերիսները ունենք, բայց բանը։ Ստեղը չենք զարգացնում։ Հա։ Իսկ այսօրվա հայ փոստը ինչ հնարավորություն ունի։ Ես տեսա, որ Ռիոմանի տրանսֆեր ունեք, այսինքն փոխանցումներ։ Այո, բոլոր հնարավորությունները հայ փոստում կա հիմա։ Օգտվում են գյուղացիները։ Օգտվում են ոչ, բայց ոչ լավ, որովհետև արդեն հեռախոսներով լուծումներ կատարում, որ ծրագիրը քաշած է, շատը դրանով են անում, որպեսզի միջնորդավորություն։ Ձերը միայն գյուղինն է, այս կողքի գյուղերից չէ։ Իսկ զինվորները օգտվում են։ Նամակ չեն գրում առաջվա նման։ Թղթային նամակ չեք ստանում։ Միայն էլեկտրոնային։ Փոխանցումներն էլ էլեկտրոնային։ Հա, զինվորները
Չէ։ Իսկ գալիս են, կարդում են, այստեղ գրքեր ունեք։ Արնում են բաժակի։ Հա։ Խաչ բառից բացի թերթ չեք ստանում։ Չէ, ուրիշ չէ։ Պահանջարկ չունեք, չէ։ Ինչքան ժամանակա որ թերթ չեք ստանում։ Ես որ մի 5-6 տարի աշխատում եմ արդեն։ Այդտենց չէ, թերթ չեմ ստանում։ Թերթը պետք է բաժանորդագրվի։ Հա, որ բերեն, թե չէ։ Գումարը բաժանորդագրվում է, բայց ուզող չկա։ Որ թերթը բաժանորդագրվեք ձեր միջոցով է բերվում։ Հա, մենք բաժանորդագրվում ենք, գումարը ուզում են, իրեն մենք նոր ներեցում արկում են, բայց հիմա չէ։ Բարձ է։ Ստանում ենք խաչբարեր, գրքեր, ասում։ Հա, ծանրոցները չեք ստանում։ Իսկ եթե ես ստեղից գնեմ չիր, մի կիլոգրամը Երևան ինչքանով կփոխանցենք։ Մի կիլոգրամը մեկ ստեղից պետք կշռում եք, ինքը սակագնային բանով տալիս է, մեկ ծրագրով։ Ունեք կշերկ էդտեղ, ցույց եք տալի։ Ունենք, այո, ես ներքևը։ Իսկ ինչքան է սակագինը այստեղից Երևան։ Մեկ ստեղից որ գնում եք, ինքը միստիկան, ինքը բերում է, մենք չենք բանան, ինքը մեկ կիլոգրամը գնում եք, ինքը սակագին բերում։ Չեք հիշում այդպես 1 կիլոգրամը ինչ արժի։ Նայած, Կարակ նայեք իմ համար։ քո համար ես բանը չունեմ են, որ նայեմ քեզ ասեմ իմ այո։ Հա պետք է անպայման ունենանք, հա, ինչ որ ծանրոց։ Իսկ մի նամակ է, եթե նամակ ուզենանք։ Ես ուղարկում, ընդեղ մեկ գրում եք հոստայցարայում եք, ստեղծում ընդեղ, նամակը քշահում եք, ինքը միստիկյան բերում է 370 270 այդ գների բան, եթե ծանր է լինում, իրան գրում ես ինքը բերում է։ Հա, մարկաներով։ Բա ուր է ձեր մանկը։ Ունեք մարկա։ Մի քանի հատ չունեմ, բայց հիմա բանը այստեղ որ գրում ես, ինքը գումարը բերում, հաջախորդը գումարը Ինչ է տակրկիր։ Իսկ են ինչ, հա։ Որը Այդ թղթերով, ցելոֆոններով, ակնոց, հա, ակնոցներ են, բալուտներ են, տեսողական։ հեռատեսության, հա, տեսողական ակնոցներ։ Ինչ չափեր են, ինչ արժի։ Պլյուս 2.5, 4 մինչև 3.5 բոլոր բաներից կա, չափսերի կա։ Նա կա տարբեր գնանոց 2800-1950, տենց 2650։ Օգտվում են։ Շնորհակալություն։ Պարոն Մաթևոսյան, ժամանակին Վայքում բժշկական ուսումնարան կար, որը չի գործում։ Ինձ թվում է կարիքը կա, որ գոնե ինչ-որ միջին մասնագիտական ուսումնարան լինի։ Դուք կարող եք ապահովել տարածքով կամ կազմակերպեք ուսումնարան։ Նախկինում գործել է ուսումնարանը ու շատ աշակերտներ ունեցել ու եթե ուսումնարանը լինի, համոզված եմ, որ ամբողջ մարզի բնակչությունը կօգտվի դրանից ու ես էլ նախկին հիվանդանոցը որ փակվել է հիմա չի գործում այդ հիվանդանոցը ազատաշենք է հնարավոր է այդ շենքը անել ուսումնարան ու համ մարզին օգուտ կլինի համ էլ մեր երեխաները չեն գնա Երևան շատերը հնարավորություն չունեն Երևան սովորելու համոզված եմ որ մարզին օգուտ կլինի որ ուսումնարանը գործի Վայքամայնքում։ Նաև մեխանիզատորների երևի կարելի է կազմակերպել ինչ-որ ուսումնարան։ Ինչի ոչ։ Նաև այդ ուսումնարանը Կարիքի մասնացին։ Ինչ է դրա համար հարկավոր, բացի այն, որ դուք տեղ պետք է մասնագետներ։ Ուսումնական process կազմակերպողն է։ Կրթության նախարարության առաջարկություն կարող եք գրել։ Հա, ի՞նչ են կարող։ Կրթության նախարարության առաջարկություն կգրենք։ Կփորձենք ինչ-որ բան անել, չգիտեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Անձրևով վերադառնում ենք։ Ждет меня у окна. Բայց ոնց է չէ դեմքիցս երևում, որ բարձրագոտիում ենք եղել։
եւ այս ճանապարհորդության վերջում ուզում էի ձեզ Արարատը ցույց տալ, սակայն անձրևից հետո միայն Սիսն էր երևում։ Բայց միևնույն է, օդը հագեցված էր թթվածնով ու այնպիսի մի տպավորություն էր մոտս, որ ես ինչ որ մի քար փեշիցս գցած լինեմ, որովհետև հատկապես 20 թվականի պատերազմից հետո շատ հայեր Սփյուռքից հարց էին տալի այդ օգնությունը Հայաստան հիմնադրամով կամ որևիցե կերպով ուր է գնացել, ինչ արեցին մեր փողերի հետ։ Ամենակարևորը փողերը չեն, ամենակարևորը որ այս Հայաստանը մնա։